Սպասված ակցիայի ձյան համակարգից։ Փոխարինեք ձեր 5 նոր առավել ժամանակակից եւ խնայող կաթսայով։ Մանրամասները idealsystem.am Օրերս կտրուկ սրվել են Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները, ամեն ինչ սկսվեց նրանից, որ օրերս Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել, որի ընթացքում 6 ադրբեջանցիներ են սպանվել, մի քանիսը ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություն ունենալու հետ։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության այս գործողությունները մեծ աղմուկ եւ բողոքի ալիք են բարձրացրել Բաքվում։ Ի պատասխան այդ քայլերի Բաքուն արտգործնախարարությունը հրավիրել Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար Վոլկոֆովխին պաշտոնական բողոք ներկայացրել։ Բացի այդ, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հունիսի վերջին նախատեսված այցը Ադրբեջան չեղարկվել է։ Ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմը նպատակահարմար չի համարել Օվերչուկի կամ այլ ռուս պաշտոնյաների այցը։ Չեղյալ է հայտարարվել նաև Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Ահմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Մոսկվա, որը պետք է կայանար Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին։ Այս ամենի խորապատկերին ուշագրավ դիտարկում է արել Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր եւ քաղաքագետ Ռասիմ Մուսամբեկովը։ Կա հայտնի արտահայտություն Ռուսաստանի հետ հարևան լինելով կարող ես կամ նրա ստրուկը լինել կամ նրա թշնամին։ Ադրբեջանը վաղուց փորձում է Ռուսաստանի հետ պահպանել բարիդրացիական բարեկամական քաղաքականություն։ Զգացվում է, որ նրանք դա չեն գնահատել։ Կա մեկ այլ ճանապարհ Ռուսաստանից հեռավորություն պահպանել եւ այն հնարավորինս ընդլայնել, ասել է նա։ Նշեմ, որ այս օրերին ամբողջ ադրբեջանական մամուլը ողողված է հակառուսական հիստերիայով։ Բոլորը քննադատում են Ռուսաստանի գործողությունները, համարում նրա ֆաշիստական երկիր եւ այլն։ Եվ Իլհամ Ալիևի աշխատակազմի ուղղակի ենթակայությամբ գործող Հաքին Ազը Եկատերինբուրգում կատարվածը համեմատում է Ուկրաինայում Ռուսաստանի վարած նվաճողական պատերազմի հետ։ Միանշանակորեն պնդում, որ ինչպես ուկրաինական քաղաքների հրթիռակոծման, այնպես էլ Եկատերինբուրգում ադրբեջանցիների դեմ հարձակման հրամանը ուղղակիորեն տվել է Վլադիմիր Պուտինը։ Հրապարակման հեղինակը հիշեցնում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների համար միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ Այս հրապարակման գլխավոր ուղերձը թերևս այն է, որ Իլհամ Ալիևը բացահայտում է իր եւ Պուտինի միջև բավական խորքային հակասությունները եւ հասկանալ տալիս, որ դրանք կարող են կարգավորվել միայն դեմ առ դեմ, առանց որևէ միջնորդի հանդիպման արդյունքում։ Ընդ որում նա սահմանում է բոլորովին նոր նշաձող Ադրբեջանը կարող է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Ըստ երևույթին Մոսկվան կամ տեղեկություն ունի, որ ուկրաինական հատուկ ծառայությունները Սարդոստային գործողությունն իրականացնելիս օգտագործել են նաև Ադրբեջանի տարածքը կամ Եկատերինբուրգում ձերբակալված ադրբեջանցիներն Ուկրաինայի գործակալներ են կամ Մոսկվան Բաքվին բացահայտել է որպես Ուկրաինային սպառազինությունների ուղղակի կամ միջնորդ մատակարար։ Պուտինին անվանելով ռազմական հանցագործ Ալիևը առնվազն քարոզչական հող է նախապատրաստում, որպեսզի Ուկրաինային աջակցելու հարցում միջազգային աջակցություն ունենա։ Եվ այժմ կզրուցեմ քաղաքագետ Ադրբեջանի հարցերով փորձագետ Դավիթ Սարգսյանի հետ։ Ողջույն պարոն Սարգսյան, շնորհակալություն միանալու համար։ Եվ հասկանանք ինչ է կատարվում Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում, մասնավորապես Ռուսաստանում ադրբեջանական էթնիկ խմբերի բացահայտումներ, ձերբակալություններ, սպանություններ, պաշտոնական այցերի եւ միջոցառումների չեղարկումներ։ Հա, երևի սկսենք նախ թե ռուսական կողմը ինչ տարածեց եւ թե ինչ էր հենց ռուսական կողմի երևի թե ցանկացած այս ամենի վերաբերյալ։ 3 օր առաջ կարծեմ տարածվեցին հաղորդագրություններ, որ ռուսական հատուկ ուժերը Եկատերինբուրգ քաղաքում կատարել են գործողություններ, որը ինչ-որ քրեական գործի շրջանակներում էր անցնում։ Այս ամենին միանգամից շատ արագ եղան արդեն տեղեկություններ հենց ադրբեջանական կողմից, որ թիրախ են դարձել հենց ադրբեջանցիները, ովքեր որոնցից 2-ը սպանվել են, նրանք ասեցին, 8-ը կարծեմ ունեն ծանր ասիկանի վրացվածքներ եւ այլն, եւ միանգամից բարձրացավ այդ ամուկը ադրբեջանական ամբողջ մամուլում, ինչը մինչ այսօր շարունակվում է։ Եթե հիմա փորձենք հասկանալ, թե որն էր այս ամենի պատճառը, երևի թե ռուսական կողմից մի քանիսը կարող ենք հավանական թվարկել։ Նախ եւ առաջ այն էր, որ Ռուսաստանը վերջին տարիներին հատկապես շատ խստացրել է միգրանտների հանդեպ որոշակի քաղաքականություն,
որովհետև ռուս-ուկրաինական կոնֆլիկտից հատկապես հետո մի քանի դեպքեր եղել են, երբ օրինակ միգրանտները տարբեր քրեական գործերում շրջանառվել էին, նույն օրինակ Կրոկուսի հայտնի դեպքը, կրկին այդ ամենից հետո միգրանտների հանդեպ վերահսկողությունը շատ ավելի խստացել էր Ռուսաստանում։ Այս ամենը հենց այս շրջանակի մեջ է տեղավորվում, թե ունի ավելի քաղաքական ենթատեքստիր տակ, բարդ է իմասել, սակայն ռուսական կողմի մոտեցման հիմնական պատճառները այս երկուսն են, այսինքն կամ կա քաղաքական կոնտեքստ եւ ուղղված է հենց Ադրբեջանի դիմաց, կամ ուղղակի այս ամենը միգրանտների դեմ խստացված քաղաքականության շրջանակներում էր լինում։ Բայց ավելի հետաքրքիր է, թե ինչ Ադրբեջանը հենց ինքնին սկսեց պատասխանել, շատ կողոշտ եւ շատ կոպիտ արձագանք եղավ, թե մամուլի մակարդակով, թե պետական պաշտոնյաների եւ կառույցների մակարդակով, նախ արտգործնախարարությունը շատ կտրուկ երևի ասենք հայտարարություն տարածեց, այնուհետև Ռուսաստանի դեսպան Ադրբեջանում հրավիրվեց արտգործնախարարություն, որտեղ դրան ինչպես հենց բառացի եղել էին շատ կտրուկ բողոք ուղղվեց, այսինքն ադրբեջանական դիրքորոշումը շատ կոշտ էր, թե որն էր Ադրբեջանի այսպիսի կոշտ դիրքորոշման պատճառը, երեք թե մի քանիսը Նախ եւ առաջ Ադրբեջանը վաղուց արդեն գոնե Արցախյան երկրորդ պատերազմից հետո իրեն փորձում է դիրքավորել որպես տարածաշրջանային երկիր, ով կարող է պատասխանել տարածաշրջանում ցանկացած երկրի։ Բացառությունը երևի թե միայն Թուրքիան, բայց Թուրքիայի հանդեպ նույնպես պարբերաբար տեսնում ենք մենք որոշակի հակադունակ թուրքական տարբեր խոսույթներ, բայց դա իհարկե ամենակիչն է։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վերջին տարիներին մենք շատ հաճախ ենք տեսել, որ Ադրբեջանը Ռուսաստանի հանդեպ կտրուկ գործողությունների անցել հենց մամուլի կամ պետական պաշտոնյաների մակարդակով, նույն ինքնաթիռի դեպքը սրա վառ օրինակն էր։ Այս անգամ նույնպես Ադրբեջանը փորձում է երևի թե ցույց տալ, որ ինքը կարող է նույնիսկ Ռուսաստանի դեմ այսպիսի գործողություններ իրականացնել, ինչը կբարձրացնի կրկին անգամ երևի թե Ադրբեջանի դերը եւ համբավը տարածաշրջանում։ Մյուս պատճառը իհարկե դա այն է, որ Ադրբեջանը փորձում է այս կերպ ցույց տալ, որ Ադրբեջանը պատրաստ է պաշտպանել իր քաղաքացիներին կամ էթնիկ ադրբեջանցիներին, ովքեր ապրում են այլ երկրների տարածքում։ Այսինքն Ադրբեջան պետությունը ոչ միայն հենց այն մարդկանց ովքեր ապրում են Ադրբեջանում, այլ նաև այդ քաղաքացիներն է։ Այսինքն Ադրբեջանը այլ ավելի փորձում իր դերը մեծացնել եւ իր համայնքները տարբեր երկրներում օգտագործել որպես որոշակի ճնշման աղբյուրներ, սա իհարկե այս դեպքում վերաբերում է հենց Ռուսաստանին, սակայն Իրանի նույնպես սա կարող է ինչ-որ մի օր վերաբերվել։ Այսինքն Ադրբեջանի կտրուկ պատասխանի հիմնական պատճառները սա են եւ թե ինչու Ադրբեջանը ուներ հնարավորություն այսպիսի կտրուկ պատասխանի եւ ամեն դեպքում չմոռանանք, որ Ռուսաստանը գերտերություն է, իսկ Ադրբեջանը ոչ։ Հիմնական խնդիրը իհարկե պարզ է, դա Ռուսաստանի ոչ այնքան ոչ այնքան երևի բավարար ուշադրությունն է Կովկասին, քաղաքական ուշադրության մասին է խոսքը, որովհետև Ռուսաստանը տնտեսապես գտնվում է Կովկասում, սակայն քաղաքական առումով նրա ուշադրությունը շատ ավելի քչացել է Կովկասի նկատմամբ, հենց կրկին ռուս-ուկրաինական պատերազմից ելնելով։ Ինչը Ադրբեջանին տալիս է հնարավորություն եւ լայն դաշտ, որպեսզի նա կարողանա այսպիսի գործողություններ եւ այսպիսի հռետորաբանություն կիրառել։ Եվ վերջինը նաեւ ինչու օրինակ նույն բան Ադրբեջանը չէր կարողանում անել տասնամյակներ շարունակ Ռուսաստանի նկատմամբ, դա երևի թե Հայաստանի գործոններ նույնպես, այսինքն Հայաստանը որպես գործոն միշտ թե Ռուսաստանի կողմից թե Հայաստանը թե Ադրբեջանը միշտ օգտագործվել է որպես գործոն մյուսին զսպելու համար, սակայն այժմ երբ բալանսը խախտված է տարածաշրջանում, ինչպես մենք գիտենք, եւ Ռուսաստանն էլ իր հերթին ոչինչ չէր արել, որ այդ բալանսը չխախտվի կամ այդ բալանսը ինչ-որ չափ վերականգնվի, Ռուսաստանը իր այդ գործիքը նաեւ կորցրել է, այսինքն Հայաստանը որպես Ադրբեջանի բալանսավորող եւ զսպող երկիր, այսպես Ռուսաստանը չունի այդ հնարավորությունը եւ այդ իսկ պատճառով մենք վերջին տարիներին տեսնում ենք, որ Ադրբեջանը կարողանում է իրեն շատ համարձակ հռետորաբանություն թույլ տալ նույն Ռուսաստանի նկատմամբ։ Պարոն Սարգսյան, դուք ասացիք, որ հնարավոր է կա քաղաքական կոնտեքստ, որն ուղղված է Ադրբեջանի դեմ, այլ որը կարող է լինել այդ կոնտեքստը, ինչով պայմանավորված։ Նախ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները նրանք վերջին տարիներին, ինչպես արդեն ասեցի, այդքան էլ հեշտ եւ հանդարտ չեն ընթանում։ Պարբերաբար կողմերը, հատկապես ադրբեջանական կողմը միմյանց քննադատող մեկ-մեկ զուսպ, մեկ-մեկ մի փոքր ավելի զուսպ, մեկ-մեկ մի փոքր ավելի կոշտ քննադատություններ ենք տեսնում, բայց օրինակ ռուսական կողմից մենք դեռ բաց քննադատություն չենք տեսել այն ամենի վերաբերյալ, ինչ օրինակ Ադրբեջանը անում է նույն Ուկրաինայի հարցերում, ինչպես գիտենք, Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը դա Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն է, սակայն բացի դրանից, քանի որ կան մի շարք երկրներ, ովքեր նույնիսկ Ռուսաստանի մոտ դաշնակիցներն են, բայց ունեն այսպիսի դիրքորոշում, սակայն
բացի այս դիրքորոշումից Ադրբեջանը պարբերաբար նաև օգնություններ է պարգում Ուկրաինային։ Խոսքը հիմնականում գնում է իհարկե հումանիտար օգնությունների մասին, սակայն միգուցե այդ ամենը այսքանով չի սահմանափակվում եւ ռուսական կողմը ունի այս մասին տեղեկություններ։ Քաղաքական ենթատեքստը հիմնականում պետք է երևի թե այստեղ փնտրել Ադրբեջանի եւ Ուկրաինայի հարաբերություններում, քանի որ այլ եւ իհարկե Ադրբեջանի եւ Ռուսաստանի այս վերջին շրջանի լարված հարաբերություններում այլ երկրների հետ կապված նույն Հայաստանի կամ Իրանի պարագայում ինձ թվում է այստեղ գործոններ չկան կամ շատ քիչ են եւ հիմնական խնդիրը դա հենց ռուս-ադրբեջանական եւ ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունները կարող են լինել, որ Ռուսաստանը կիրառի այսպիսի մեթոդներ, որպեսզի Ադրբեջանին փորձի մի փոքր սաստել։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ Շնորհակալություն։ Զրուցակիցս քաղաքագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Դավիթ Սարգսյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։